Հարգելիներս, ուզում եմ պատմել ձեզ ցանցային բիզնեսի եւ տրադիցիոն բիզնեսի միջև եղած տարբերությունը, թե իրենից ինչ է ներկայացնում ցանցային բիզնեսը եւ տրադիցիոն բիզնեսը։ Ուրեմն այսպես։ Հիմա տրադիցիոն բիզնեսի մասին եմ ուզում խոսել։ Մենք ամեն ամիս խանութից ինչեր ենք գնում։ Հագուստ, խնամք, կոշիկ, սպասք, ամեն ինչ։ Օրինակի համար մենք խանութից գնում ենք ապրանք, 1000 դրամանոց ապրանք են գնում։ Խանութում այս 1000 դրամանոց ապրանքում միանգամից չի հայտնվել, այսինքն այս խանութը գնել է մեկ այլ խանութից։ Այս խանութն էլ գնել է նաև մեկ այլ մեծածախ առևտրի կենտրոնից։ Մեծածախ առևտրի կենտրոնն էլ այս ապրանքը գնել է պահեստից օրինակի համար։ Պահեստը որտեղից է հայտնվել ապրանքը կուտակավորվել, արտադրողից։ Արտադրողը արտադրել է, ուղարկել է պահեստ։ Արտադրողը այս ապրանքը արտադրել է 100 դրամով։ Այսինքն 100 դրամանոց ապրանքը այս ճանապարհը անցնելով թանկացել է ապրանքը, դարձել է 1000 դրամ։ Այսինքն մենք այս 1000 դրամ ապրանքը վճարելով ոչ թե վճարում ենք 1000 դրամանոց ապրանքին 1000 դրամ, այլ 100 դրամանոց ապրանքին մենք վճարում ենք 1000 դրամ, քանի որ այս գումարի մեջ մտնում է այս բիզնեսմենների եւ աշխատողների գումարը, եւ իրենց սպասարկման գումարը, եւ իրենց տեղի գումարը, ամեն ինչ, որ իրենք գումարներ են ներդրել, ստեղծել են այս բիզնեսը, այսինքն մենք այս գումարով վճարում ենք այս բիզնեսների գումարը, իրենց հարստացնելով եւ արանքում մենք գնելով անորակ ապրանք եւ առողջությանը վնաս ապրանք։ Եվ այսպես ինչ է կատարվում ցանցային բիզնեսի դեպքում։ Ցանցային բիզնեսի դեպքում մենք ապրանքները միանգամից գնում ենք արտադրողից ապրանքը գնելով ինչ է կատարվում։ Օրինակի համար ինչ ապրանքներ են գնում։ Գնում ենք այսպիսի ապրանքներ, բիո ամանի լվանալու հեղուկներ, որը եւ առողջությանը եւ վնաս չեն եւ շատ որակյալ են, սան հանգույցը մաքրող նյութեր, հագուստները լվանալու գելեր, վիտամիններ, օրինակի համար այս վիտամինը ես գնել եմ 3100 դրամով, ռուբլիով 500 ռուբլի, բայց ապտեկաներում նմանատիպ ապրանքները վճարում են 10-ից 15000 դրամ, դա համոզված եմ։ Փոշիներ, հագուստի բակտերիաները մաքրող փոշիներ, այսպիսի նորից ամաները լվանալու հեղուկներ, որը շատ օգտակար են, շատ որակյալ եւ օգտագործելուց հետո ավելի ու ավելի ես համոզվում որակի մասին տեղեկանում ես եւ այդ ապրանքը մենք գնելով միանգամից օրինակի համար այս ապրանքը ես գնել եմ 880 դրամով, այսինքն ես այդ ապրանքը արժողությունը կազմում է 800 դրամ եւ այս ապրանքը չի անցել այս ճանապարհով եւ չի վերապաճառվել։ Մենք միանգամից արտադրողից ենք գնել։ Արտադրողից գնելով ապրանքը մենք պատմում ենք մեր ընկերներին ապրանքի մասին։ Մեր ընկերներն են գնում այնտեղից այս ապրանքը եւ ինչ է կատարվում։ Այստեղ օրինակի համար խանութում աշխատողը իր ձեռքով է վաճառում ապրանքը եւ խանութի տերը իրեն վճարում է աշխատավարձ։ Իսկ խանութի տերը հարստանում է։ Այստեղ աշխատողը ինչքան էլ որ աշխատի, տնից տեղից կտրվի, գնա այս բիզնեսմենի համար աշխատի, միևնույնն է նա չի հարստանալու։ Այստեղ նա ինքը իր ձեռքով է վաճառելու։ Իսկ այստեղ վաճառքը կատարվում է խելքով։ Այսինքն տանը նստած քո երեխայի կողքին դու քո ազատ ռեժիմով կատարում ես այդ ապրանքաշրջանառությունը։ Կամպանիան տեսնելով այս ապրանքաշրջանառությունը, այսինքն այս քո ընկերները ծանոթները նաև իրենք էլ պատմում են իրենց ծանոթներին, իրենց ընկերներին։ Այսպես ճյուղը զարգանալով, աճելով, կամպանիան տեսնելով այդ աճի տեմպը, նա քեզ բարձրացնում է, տալիս է եկամուտ։ Այսինքն այս կամպանիան աշխատում է միջազգային բիզնես է, որը աշխատում է 13 երկրներում։ Քեզ տրամադրում է արդեն եկամուտ, դու այդ իրենից օգտվելու համար, այսպես ասած։ Գնալով այս եկամուտը այս խորությամբ աճելով, դու ունենում ես пассив եկամուտ, այսինքն ֆինանսապես ազատ ես լինում։ Пассив եկամուտ տարիների ընթացքում կարող ես եւ դու չաշխատել, բայց այս թիմից դու ունենում ես եկամուտ։ Ունենալով եկամուտ դու քո երեխայի կողքին ազատ ժամանակդ նաև անցկացնում ես քո կյանքի մյուս տարիները բաց թողած տարիները, որը չես աշխատել ես, չես լրացրել, այս ազատ ժամանակը վայելում ես քո կյանքն ես վայելում ինչով որ ուզում ես։
Այստեղ բիզնեսմեններում աշխատողները աշխատում են անընդհատ 8-ից 10 ժամ։ Այստեղ կան հաշվապահներ, այստեղ կան տնտեսագետներ, տարբեր տեսակի մասնագետներ, որը միշտ աշխատում են այդ բիզնեսմենների համար։ Իսկ այստեղ դու միանգամից քո ազատ ռեժիմով, քո տանից դու կատարում ես այդ ապրանքաշրջանառությունը խելքով եւ ոչ թե ձեռքով, խելքով եւ դու ինքդ քեզ հարստացնում ես։ Այստեղ այս խանութից օգտվելով, այս խանութ բանը չի առաջարկում երբեք, քեզ չի առաջարկի դա կլինի 5 տարի, 10 տարի եւ ամբողջ կյանքիդ վերջ։ Միևնույն է, դու այստեղից ապրանք գնելով, նա քեզ չի առաջարկի եւ գումար եւ չի առաջարկի բիզնես։ Իսկ այս կամպանի նախաբեռնիկ ընկերությունը քեզ տալիս է եւ աճելու հնարավորություն, եւ բիզնես ստեղծելու հնարավորություն, եւ նաեւ տրամադրում է քեզ եկամուտ։ Հիմա որ բիզնեսի հետ կուզենայիք աշխատել եւ որ ապրանքատեսականից կուզենայիք օգտվել անորակ ապրանքից, որը վնասում է ձեր առողջությունը, թե որակյալ ապրանքից, որը ձեզ տալիս է եւ բիզնես աճեցնելու հնարավորություն եւ նաեւ եկամուտ ունենալու հնարավորություն օգտվելով նաեւ пассив եկամուտից։ Որից կուզենայիք օգտվել եւ որ բիզնեսով կուզենայիք աշխատել եւ որ բիզնեսի համար կուզենայիք աշխատել։